Այդ չի նշանակում, որ այդ միակ պատասխանն է կամ այդ դրա համար միակ լուծումն է կամ հա այդ տեղ լիքը խաղալու տեղ կա ու պետք է փորձել։ Ժողովուրդ նայեք, ուրեմն գնությունները նրանց կսարքենք, որ այս ամեն ինչը այդտեղ նաև գնահատվի, որտեղ այդպես չի կարելի, եթե ագիր մարդը չի եկի այսօր, սենց պրոստը ձևի համար գարդ եւ ինչ-որ կես ժամ վիդեո լսել, ինձ լսել իմ պատմածները եւ այլն, այդ լուրջ չի։ Հա։ Ուրեմն պետք է աշխատել ու սովորել այս ամեն ինչը, որ կարողանաք կյանքում մի բան սարքել ելույթի վրա։ Դրա համար այդ տնայինները մնում եք պարտք ու քննությանը դրա վերցնել լինելու։ Ես շատ միավորը քննությանը կոմբերով անենք ու տեղը ինչ-որ բաներ անել, այնպես research-եր անել, տարբեր տեսակի։ Հենց որ դրան դուրս ընդունեք։ Հիմա եկեք հասկանանք այս վիդեոից ինչ կա։ Դուք պիտի նայեք ինչը այս, հա։ Եվ պիտի հարցեր պատրաստեք։ Ինչ կար այս վիդեոյում։ Activation-ի տեսակներ, գրադիենտներ, բաժնոր։ Սկսում է լոսը դզելուց։ Ինչ ունեք ստեղ։ Ինչը նայենք, ինչը քննարկենք։ Ահա։ Այս ինչ որ մի հատ ճանապարհ է, չէ՞։ Կայմինգի մեթոդն է։ Հա։ Okay. Ուրիշ ինչ կա։ Ինձ թվում է չհասկացա ինչ եք ասում։ Ստեղ ինչ-որ մեթոդներ է ցույց տալիս, չէ՞, այսինքն սկզբից սկսում է խաղալ այդ յունիֆորմի վրա ինչ-որ բաներ անում, հետո գնում է դեպի այդ paper-ը, որտեղ հաշվարկներ էր արած։ Հարցն է, թե դուք հետը խաղալու ինչ եք explore անում։ Հա, ինչեր եք տեսնում։ Ասենք իր ասածներից բացի եւ բան չկա անելու։ Կարակ չգիտեմ, share weight-երը, չէ՞։ Կարակ մեծացնեք, կարակ փոքրացնեք, կարակ ուրիշ distribution-ներ մտածեք ու հասկանանք ինչ է ստացվում, ինձ տենց ռեկորդ է պետք էլի, այդ ձեր ուղարկած առուսակը լավն էր, հիպերպարամետր search-ի։ Այդ պատկացեք, տենց առուսակ ա, initialization-ի ինչ-որ ձևեր եք գրում, ու ստանում եք ինչ-որ արդյունքներ։ Հետո եթե նույնիսկ ավելի լավ է սա կազմակերպենք, կարող եք, քանի որ այդ ձեր initialization-ը random, այդ նշանակում է, որ մի քանի հատ փորձեմ linear distribution-ով կարա տարբեր բաներ են։ Չէ՞։ Ու դուք կարաք, օրինակ, գնահատեք այդպես distribution։ Օրինակ, ասենք, որ եթե ես գնում եմ uniform S-ի ձևով, ապա իմ loss-ը շատ է տատանվում seed-ից կախված։ Հասկանում եք ինչ եմ ասում, թե չէ։ Ու կարաք այդպես բան գնահատեք կախվածությունը ձեր initial loss-ի ինիցիալիզացիայի randomness-ից։ Ընդ է շատ հետաքրքիր հարց։ Հա, ես ուզում եմ, որ դուք հետը խաղաք, որ ինտուիցիա ձեռք բերեք, հասկանանք ինչ է կատարվում։ Շատ քննության հարց է by the way։
մտածել 10 դիմիցիալի դրեսը եւ այդ բոլորի համար ասենք 20 փոխել ու նկարել դրանց դիստրիբյուցիոնները։ Հա։ Այդ հիշենք անենք։ Շատ լավ, ուրեմն այստեղ բացատրում է թե ոնց initialize անենք։ Okay։ Հետո ինչ անում, batch normalization։ Սրանից ինչ-որ բան հասկացել եք։ Այս արդեն հեշտ բաներ չի։ Լսնում։ Թե օգտագործում ենք ու այդ շատ լավ առիթ է հասկանում ինչ վատ աշխատում է, երբ որ տեսել նկարները փոխվում են։ Սովորաբար ասենք նկարների բանի դեպքում դուք input-ի մակարդակում եք նորմալիզացնում, չէ՞, օրինակ այտենց ասենք image.net-ի հետ չենք տեսել երևի, ասենք եթե նկարների ցանցը ամեն ցանց ունենում է իր նորմալիզացիայի պարամետրերը, ոնց որ ձեր անցածում մի հատ այտենց բան կար, չէ՞, կարծեմ, թե չկար, ինչ-որ բան չենք միջինացրել, բանը հանել, թե խառնում ուրիշ դասի հետ։ Սովորաբար նեյրոնային ցանցերի դեպքում ձեր input-ները, եթե 0-ի շուրջ չեն, ինչ-որ մի բանով նորմավորում ենք, էլի, հա, դրանց միջինը standard deviation հաշվում ենք, վերում լուծում ենք։ Ու այդ հաշվարկը անում ենք ինչ-որ training set-ի համար, ասենք հաճախ այն նեյրոնային ցանցերը, որոնք present-ությունը, հա, image.net նկարների բազայի վրա են train անում։ Սովորաբար լինում է մի հատ այտենց արժեքներ, էլի, միջին կարմիրը, միջին կանաչը, միջին կապույտը ինչքան է, ու հետո ինչ նկար գալիս է, դրանցով միջինացնում եք։ Դրա համար մենակ դրա հաշվին արդեն input-ները համեմատաբար լավն են։ Մոտավորել, հա, ճիշտ range-ից են աշխատում։ Բայց batch normalization-ը ինքը եւս մեկ տեղ է, որտեղ training data-ից կախվածությունը վառ արտահայտված է։ Ձեր weight-երում էլ է վառ արտահայտված։ Հենց չի որ batch normalization-ը չլինի, ինքը ավելի լավ է ադապտացվելու նոր դատաներին, հա, չէ՞։ Սրա հետ կապված մի հատ հետաքրքիր աշխատանք կա, որը կարող է ձեզ կյանքում մի օր պետք է։ Ես մի քիչ advanced թեմա եմ մտնում, բայց եկեք փորձենք։ Ուրեմն test time adaptation-ի խնդիր կա։ Ինչ է նշանակում test time adaptation։ Այս մի հատ exotic տեխնիկա է, դա շատ չի օգտագործվում, բայց գաղափարը լավն է։ Երբ որ տեստի ժամանակ ինչ-որ մի բան փոխվել է ձեր տվյալների բաշխման մեջ, արդյոք մենք կարող ենք ցանցը տեստի ժամանակ ադապտացնել։ Մենք training data էլ չունենք։ Training data-ն ինչ է, ինքը data է եւ իր label-ներն է, չէ՞։ Պատկերացրեք, այդ label-ները չկա, որտեղ տեստի ժամանակ հիմա դրել ենք աշխատում, ասենք, production-ում, հա, նոր նկարներ ա գալի, նոր տեքստ ա գալի, չգիտեմ ինչ ա գալի, label չկա։ Բայց մենք data-ին նայելով կարող է հասկանանք, որ այս data-ն արդեն շեղվում է մեր իմացածից ու փորձենք սենց ինչ-որ մի ձև հետևից գնալ, նույնիսկ չիմանալով իր label-ները։ Այս test time adaptation-ը այտենց տեխնիկա է։ Եթե distribution-ը փոխվում աստեղ, ոնց է տերմինը փոխվում, իհարկե, երբ որ distribution-ը փոխվում է,
ու մենք ունենք labeled data նոր distribution-ից, այդ դրա տեխնիկան կոչվում է domain adaptation։ Domain-ը ոնց որ այդ ոլորտ ասեմ, մենք հայերեն բնագավառ ենք դառնում, հա, ոնց որ domain adaptation-ի օրինակը գիտեք ինչ է, ասենք գունավոր նկարների վրա ենք սովորել, մեկ էլ սպիտակ նկար է գալիս, կամ լուսանկարների վրա ենք սովորել, մեկ էլ մատիտով նկար է գալիս։ Հա, սրանք ոնց որ նույն տեսակի օբյեկտներն են, կլասերը նույնն են, օրինակ եթե նկար ենք ճանաչում, էլի շուն ու կատու է։ Խնդիրը նույնն է, բայց տվյալների տեսակը փոխվում է։ Այդ դրան ասում են domain shift, այդ փոփոխությանը, հա, domain-ը փոխվել է։ Իսկ այն տեխնիկաները, որոնք հարմարացվում են այս նոր domain-ին, կոչվում է domain adaptation։ Domain adaptation-ը կարելի է անել label-ներով, այսինքն այս նոր, ասենք, այդ մատիտով նկարած նկարների մեջ ունենք label-ներ։ Տեխնիկաներ կա, ոնց այդ label-ները օգտագործելով մեր ցանցը ադապտացնենք այս նոր domain-ին։ Կան ձևեր, որ label-ը չունես սկի, բայց տեսնում ես, որ ասենք գալիս են մատիտով նկարներ, այդ էլ կոչվում է unsupervised domain adaptation։ Այդ unsupervised տերմինը արդեն մասել եք, որ ոնց որ երբ որ կա label supervised է, երբ որ չկա unsupervised է, հա։ Unsupervised domain adaptation-ը էսեր, չէ։ Մի հատ իրանց առաջին հոդվածներից մեկը այս թեմայով շարվում եմ, բայց մի քիչ հետաքրքիր է։ Այս է երևի ամենաառաջի հոդվածը, որտեղ unsupervised domain adaptation արեցին ու հեղինակներից մեկը Վիկտոր Լեմպիցկին է, որ Սկոլձեխում էր Մոսկվայում էր աշխատում ու Ուկրաինայի պատերազմը հենց սկսեց, հաջորդ օրը թռավ Երևան, ինքը տենց ահագին ընդդիմադիր կերպար է, էլի շատ էր բաներ է, որտեղ այդ ժամանակ իրանց հաստատ կարային բռնեին ու մի տարուց ավել ստեղ էր ապրում, ստեղ էր մի ստարտափ էր սկսել, գիտեք ինչ էին անում, երբ միջև հիմա կա այդ ստարտափը, երկչափ ոնց ֆոտոներից եռաչափ տիրույթը վերականգնում էին, որ նոր հանդիպել է դա Երևանում, մենք իրան Մոսկվայից գիտենք, ես իրան լեկցիաներին եղել ենք երկու անգամ Մոսկվայում, հիմա Երևանում հանդիպել ենք, մտածում եմ ինչով օգնեմ, տուն չէր կարում բարձր բան, տես մի հատ խառը պատմության մեջ էր, մեկ էլ ասում հրանտ կարաս ծանոթացնես տուրիզմի վարչության հետ էլի Հայաստանում, կարան, բայց ասած ուզում ենք Հայաստանի եկեղեցիները գնանք տես 3D նկարենք, բայց ոնց չի էլի, տենց շատ սուպեր տեխնիկաներ ինքը ուներ, իրենց մշակած, մի անգամ դատաֆեստում ահագին բան պատմեց, բայց ես իչատը չհասկացա։ Մի խոսքով, շատ բաներ նենց լավ հավանել էր Հայաստանի լեռները, տենց գնում էր մի շաբաթով Արշավ Սյունիք, բան, բայց իրենց թիմից մի քանիսը չէին ուզում մնային, գնացին Լոնդոն, հիմա բոլորով Լոնդոնում են։ Շատ հետաքրքիր երևույթ է։ Այդ ոլորտի այս unsupervised domain adaptation-ի փաստորեն հիմնադիրը ինքն է, էլի։ Test time adaptation-ը այն է, որ ես նույնիսկ distribution չունեմ, այսինքն ես նույնիսկ չունեմ լիքը նկարներ, որոնց վրա պետք է, որոնց նայելով թեկուզ առանց label-ի իմ weight-երը փոխան։ Ինձ ուղղակի մի հատ նկար է գալիս, ես այդ նկարին պետք է արձագանքեմ։ Ու եթե այդ նկարը իմ distribution-ից չի, լավ կլինի մի քիչ ծռվեմ նոր արձագանքել։ Պատկերացրիք։ Մի թեթև sense ընթացքում ադապտացվեմ, էլի, ինչ գալիս է, այդ դրան այդ պահին հարմարվեմ։ Ու սրա մի հատ տեխնիկա կա, որ Evan Shellhammer-ն էր առաջարկել, էլի Հայաստանում պատմեց, այս էր Tent։ Գիտեք ինչ է, ուրեմն ասում է, եկեք
երբ որ տեստի ժամանակ նոր նկար է եկել, ասենք նոր batch է եկել data-ի, update անեմ մենակ batch normalization-ի ստատիստիկաները։ Այսինքն իմ ամբողջ նեյրոնային ցանցում սա պահում նույնը, մենակ batch normalization-ի այդ բետա գամմա էր, հա, մենակ այդ եմ փոխում նոր data-ի համար։ Այդպես տեխնիկա կա, որը երևի ամենաուրիշ պատասխանն է ձեր հարցին, էլի թե եթե distribution-ը փոխվում է batch normalization-ի հետ ինչ անել, այս paper-ը ոնց որ Միքայել ավել էր ասում, էլի, ասում էր մենակ batch normalization-ին բզեք, արդեն ահագին լավ կլինի, մնացած weight-երը չեք փոխում ցանցի։ Տեսեք ես ինչ տերմին է օգտագործում, source free domain adaptation, այսինքն երբ որ դուք domain adaptation եք անում, ասենք լուսանկարից մատիտներ, ձեզ պետք է համ իսկական լուսանկարներ, համ մատիտով նկարներ, որ այդ մեթոդները այդ երկուսը օգտագործելով ինչ-որ մի բռնացնեն դրանք, էլի։ Այս ասում է source free, այսինքն այս source-ը, թե ինչի վրա դուք սովորել եք, արդեն կարևոր չի։ Ինձ մենակ ես այդ արկիր, ես նենց չի, որ համեմատում եմ ես այն data-ի հետ, որի վրա սովորել եմ։ Դրա համար ես ավելի ոնց որ դժվար սցենար է, էլի, որ source data-ն ինձ պետք չի, ինձ պետք է մենակ այս պահին ինչի վրա եմ պատասխանելու, հենց այդ data-ով ադապտացնել։ Այս ոնց որ ձեր հարցի երկար բարդ պատասխան, բայց նորմալ պրակտիկայում սա բաներ չեն անում, պրոստը աշխատացնում։ Սովորական domain adaptation-ը օրինակ մի հատ տեխնիկա, որը շատ պոպուլյար է, ասում են եկեք վերցնենք սովորական լուսանկարներ ու մատիտով լուսանկարներ, այս նեյրոնային ցանցով անցկացնենք, ստացանք վեկտորներ, չէ՞, հələ մինչև ամենավերջի շերտ չեմ ասում, ասենք մի շերտ ներքև։ Այն որ չենք ասում շուն կատու, հա, պրոստը հələ դրա տակի լեյերում, այդ վեկտորների բազմությունները, եթե ունենք ասենք 1000 հատ լուսանկար, 1000 հատ մատիտ, տարբեր են լինելու։ Հա, կարող է այս լուսանկարների վեկտորները գան ստեղ, մատիտների լուսանկարները գան ստեղ։ Հիմա ասում են եկեք մի հատ loss դնենք, որ այդ դրանք մոտեցնում է իրար։ Այսինքն հենց անում, որ վերջի layer-ից առաջ նկարների վեկտորական ներկայացումները լուսանկարների եւ մատիտների իրար մոտիկ կլինեն։ Եթե ես label-ները ունեմ, այդ ինձ ավելի է օգնում, որտեղ ես կարամ օրինակ ասեմ լուսանկարներով, շների լուսանկարները ու շների մատիտով նկարները իրար մոտ լինեն։ Կատուներին է իրար մոտ լինեն։ Չէ, եթե ես այդ հարցը կարողացա լուծեմ, հետո արդեն այն վերջի շերտը, որը սովորել էր source-ի վրա, այսինքն սովորական լուսանկարների վրա, արդեն սրանց վրա էլ կաշխատի, որտեղ ես ոնց որ տակի վեկտորները բերեցի դրեցի իր տակը, էլի ամեն մեկին։ Հա, այդպես տեխնիկաներ են։ Երբ որ label չկա, ավելի բարդ է, ոնց որ loss-ը դնում են ընդհանուր նկարների վրա, կապ չունի շունա թե կատու, պետք է այս լուսանկարները ու մատիտով նկարները իրար մոտ վեկտորներ ունենան, տենց են loss-ը դնում։ Այդ դրա այդ իրար մոտեցնելու տարբեր ձևեր կան, որոնցից ամենաթիթիզն ու հետաքրքիրը, դեք ինչ են անում։ Կոչվում է adversarial training, երբ որ դուք մի հատ դրա վրա լրացուցիչ layer եք դնում, մի հատ նոր շերտ եք դնում data-ի բանի նեյրոնային ցանցի, որը փորձում է predict անել, թե այս նկարը սովորական լուսանկար է, թե մատիտով է։ Եթե այս կարողանում է predict անի, ուրեմն լավ չի։ Չէ, պետք է նենց անենք, որ ինքը չկարողանա predict անի։ Այսինքն այնքան խառնված լինեն լուսանկարներն ու մատիտները իրար հետ, որ այս նոր դրած loss-ը չաշխատի։ Ու այդտեղ training-ի տեխնիկան է բարդանում, էլի ոնց անես, որ
այս մյուս նոր նեյրոնային ցանցը ոնց որ մաքսիմալը նենց անես որ ուժեղանա, բայց համել նենց անես որ չկարանա լուծի։ Հասկանում եք բարձրությունը դրա, որովհետև եթե ուզում ես չկարանա լուծի, կարաս ուղղակի այդ վերջի շերտը թրեն չանես, ասենք վատացնես, կլինի որ չի կարող տարբերի, բայց այդ արդար չի էլի, մենք ուզում ենք որ ինքը շատ ուժեղ լինի, բայց մեկը չկարանա տարբերի։ Դրա համար ոնց որ այդ վերջի layer-ը, տեսնում կա դրա մի հատ նկարով փորձեմ ցույց տալ։ Okay, ես վատը չի։ Ես հեչ վատը չի։ Հատկապես եթե մի քիչ որակը բարձրանա։ Նայեք ինչ են անում։ Այս մեր նեյրոնային ցանցի մուտքն է։ Այս նեյրոնային ցանցի շերտերն են, եկավ հասավ ստեղ մի հատ layer, որի վրա ես մի շերտ ասացի, բայց հիմա կարող եմ մի շերտ չի, մի երկու շերտ է, որը վերջում ասում է շունա թե կատու, class label-ը։ Այսքանը պատկերացնում եք։ Այս սովորական նեյրոնային ցանցի արխիտեկտուրա է, որը մենք սարքել ենք նախորդ դասերին, հա։ Ուղղակի շերտերը մի քիչ շատ են։ Հիմա պատկերացրեք այս վեկտորների վրա, որի անունը f-ա դրել, կամ մի հատ էլ ուրիշ նեյրոնային ցանց, որը փորձում է ասի, թե սա լուսանկար է, թե մատիտով է։ Այս ասում է շուն ու կատու, այս ասում է լուսանկար է, թե մատիտով է։ Okay։ Հիմա ես ուզում եմ, որ այս մասը, այս վարդագույն մասը, հնարավորինս ուժեղը լինի։ Բայց նույնիսկ այս ուժեղը լինելով ինքը չպետք է կարողանա այս կանաչ վեկտորներից հասկանա ինքը լուսանկարը թե մատիտ։ Դրա համար տրեյնինգի տեխնիկան հետևյալն է։ Ասում է, երբ որ այս եմ տրեյն անում, ամեն ինչ նորմալ է, հա, forward pass եմ անում, հետո backward եմ անում, բոլոր layer-ները update են անում։ Այսքանը գիտեք։ Երբ որ այս կողմով ենք տրեյն անում, այսինքն այս կողմը տրեյն անելու համար ինչ ենք տալիս, տալիս ենք երկու հատ շամ նկար, մեկը լուսանկարը, մեկը մատիտով։ Այդ երկուսը այս սրանով անցնում են, գալիս է ստեղ։ Ստեղից backpropagation-ով գնում է gradient-ը, որ այս սրան ուժեղացնի։ Բայց մեզ պետք չի, որ այս սրան էլ ուժեղացնի, չէ՞։ Մեզ պետք է հակառակը, որ այս մասը այնպիսին լինի, որ այս վարդագույնը չկարողանա տարբերակել։ Ես մի քիչ բարդ գաղափար, հա, բայց լավն է շատ։ Դրա համար ստեղից ներքև գնալուց գրադիենտի նշանը փոխում են, -1 են անում, որ ոնց որ սրանից ներքև layer-ները հակառակ ուղղությամբ գնան, այն ուղղությամբ, որ հնարավոր չլիներ կանխատեսել ինքը մատիտով է թե չէ։ Հասցրի, ինչ տեղի ունեցա, թե չէ։ Ոնց որ մեզ պետք է, որ մի կողմից այս կանաչ մասը այնքան լավը լինի, որ կապույտ ճիշտ աշխատի, ասի շունը թե կատու։ Այսինքն այս վեկտորների մեջ պետք է հստակ տարբերակվեն շունն ու կատուն։ Բայց լուսանկարը թե մատիտով է, դա չենք ուզում տարբերակվի։ Հիմա ասում ենք, կհամարենք, որ չի տարբերակվում, եթե իր վրա աշխատող նեյրոնային ցանցը չի կարող այդ վեկտորներից կլասիֆիկացիա անի, մատիտ է թե լուսանկար։ Բայց ուժեղը չի կարող, ոչ թե թույլը չի կարող, այսինքն ոնց որ այս ռոզովին չի կարողանում դա տարբերակել, ոչ թե որովհետև թույլ է, այլ որովհետև հնարավոր չի տարբերակել։ Հա։ Հիմա եթե մենք ուզում ենք իրան հնարավորինս ուժեղացնենք, պետք է սրան նորմալ գրադիենտով update անենք։
բայց եթե սրան գրադիենտով update ենք անում, ու այդ նույն գրադիենտը հետ ենք ուղարկում կանաչ մաս, ինքը կարա պրոստը կանաչը փչացնի։ Չէ, այսինքն ես ինչ էր անում, ես ասում եմ ուզում եմ ես հնարավորինս լավ հասկանամ մատի տա թե լուսանկար։ Եթե այդ գրադիենտը մինչև վերջ հետ ուղարկեն, ինքը այս ֆիչերներն էլ հենց կփոխի, որ մատիտն ու լուսանկարը իրարից տարբեր լինեն, որ այս ռոզվի գործը հեշտանա։ Բայց այդ մեզ պետք չի, մեզ հակառակն է պետք։ Մեզ պետք է որ կանաչը նույնպես լինի, որ ռոզվի գործը դժվարանա։ Բայց ոչ նրա հաշվին, որ ռոզվին տուպոյանա, էլի։ Դրա համար ոնց որ ռոզվին update ենք անում նորմալ ձևով, իսկ կանաչը update ենք անում հակառակ ուղղությամբ։ Դժվարացրու ռոզվի գործը։ Հա, ուղղակի այդ վատացնելը քիչ հարաբերական է։ Այնքան էլ չենք վատացրել, մեկ իրան այդ շատ լավ եք ասում, այո։ Դոմենի նկատմամբ թույլատրել ենք, բայց ոչ շուն կատուի նկատմամբ։ Իհարկե, դուք ճիշտ եք, որ իրական կյանքում այդտեղ trade-off կա, հա, այնց դժվար է այնց անել, որ մենակ ես մի բանը լինի կանաչում, այն մյուս բանը չլինի, այնց իդեալական չի լինում, էլի։ Հա։ Երբեմն, երբ որ այս մի բանը մոռացնում ես, այն նրա վրա է լավ վատացնում։ Բայց դրա համար ես միաժամանակ եմ train անում։ Հա, ասենք համ այս սրան են train անում, համ սրան։ Ուղղակի back propagation-ի ժամանակ էսի նորմալ են անում, էսի չէ։ Ասենք մի բաճ կարան տան կապույտով train անեն, մի բաճ վարդագույնով train անեն։ Կարծեմ ինչ-որ անհամաչափել են անում բանտես բաների կար ժամանակ իրետ։ Ճիշտ ասացի նոշել չուն։ Կարող եմ ասենք 5 բաճ կապույտ անեն, մի բաճ վարդագույն, այս բաներ կային։ Հա, սովորաբար սենց իրավիճակներում ուղղակի ես անձամբ այս սրանց շատ չեմ արել, տենց իմ սեփական ինտուիցիան չունեմ, բայց սրա այլ տարբերակներ կան, որտեղ այս կանաչը ոչ թե կամ կապույտը, ոչ թե կլասիֆիկացիա է անում, այլ նկարում է նկար։ Այդ դեպքերում այդ կապույտը շատ ավելի դժվար է սովորում, քան վարդագույնը, ու շատ տարբեր է train անում։ Վարդագույնը մի բաճ անում են, հետո գնում մի 20 բաճ անում։ Դե այդ կանաչ կապույտը միասին եմ ասում, հա, այսինքն ոնց են սովորաբար անում։ Եկեք համարենք կապույտ չկա, ու այս կանաչի ելքում ոչ թե ֆիչերները, այլ նկարը։ Հա, այդ ոչ մի կան, դա սցենարներ կան։ Այս ոնց որ այդ գանի գաղափարը մի քիչ ավելի սիրուն տեսքի են բերել ու ուրիշ խնդրի համար են կիրառել այս մեթոդը։ Գաները շատ ավելի զզվելի է, դժվար է train անել, էլի։ Սրանք ինչքան գիտեմ, այդքան դժվար չեն։ Այս ուրեմն ադապտացիայի խնդիրն է, որը ինչ թվում է ձեր կուրսում չկա։ Ուղղակի տենց առիթը բացվեց, լավ պատմեցինք, հա, հիմա օրինակ մեր լաբում հիմա սրանով զբաղվող կա, որովհետև մենք նոր որ խոսում էի ռադիոալիքներից, մի հատ պրոյեկտ ունենք, որտեղ իրական տվյալները հավաքած ռադիո սիգնալների հռոմ քաղաքում և մենք ունենք լիքը սիմուլացված տվյալներ։ Հիմա սիմուլացվածի վրա որ սովորում ենք, հետո հռոմի իրական տվյալների վրա ադապտացվում ենք, մի ժուրնալի գրախոսով, որ մեր աշխատանքները գրախոսում, հա, պատասխանել էր, որ այս տեխնիկայով էլ ստուգ եկել, մենք սա չենք դատացրել, մենք ուղղակի սովորական fine-tuning ենք արել, սովորական training ենք շարունակել իրական դատայով։ Ինքը ասում է, ինչի սենց չեք արել։ Ասում կանենք։ Հարց է էլի,
Ուղղակի ոնց որ ամենապարզով ենք մենք գնացինք, ասում է էլի կարելի է քամել։ Ու հիմա մեր թիմից մեկը սա անում է։ Սիգնալների դեպքում վարդագույն հատվածը նշանակում է նույն բանը, ինքը ուզում է ասի սինթետիկ սիմուլացված տվյալը, թե իրական տվյալը։ Այդ ենք փորձում թարց տրեյն անենք։ Շատ լավ։ Ինձ այս վիդեոյում շատ դուր էին գալիս այս ստատիստիկաները։ Նայեք, ասես տարի գնությանը լիքը այս բաներ տվել էի։ Բաշխումները նկարել, տեսնել ակտիվացիաները ինչ են լինում, հա։ Այդ տանգենս հիպերբոլականի պատճառով հաճախ ակտիվացիաների մեծ մասը գնում է +1, մյուս մասը -1, այս արանքներում բան չի մնում։ Ու դրանք արժի սովորել է սրանք ոնց հաշվել, ոնց նկարել։ Այս ուղղակի պրակտիկայի բան, այստեղ ոնց որ ինտելեկտուալ մեծ բարդություն չկա, հատկապես եթե գիտեք հիստոգրամը ինչ է, նկարել ինչ է, ստատիստիկան ինչ է։ Так. Րոպե ասեք նայենք։ This set of these visualizations is not visible today just on our organization. And I think not really targeting the responses from organizations and international organizations. The requirements for basically the mission of leaders, such as what's the structure of the it's actually the authority to be here, personal care, and a value proposition for one country to control the scale of these actions at every public government. So we have the kind of layers to be audited, and then this results in the scale of the applications throughout the world. It doesn't. And that's what we see. And that helps is that if you think about what's happening here, something terrible straight, and on that what's happening. It used to be that we had simple that we interviewed. And then we completed this operation and it's logic. And this is the deterministic sort of process to derive as a logic for this exam. And then because of the efficiency of training, we suddenly started to use batches to examples. But those batches of examples were processed independently, and it was just inefficiency. Don't have someone getting a batch normalization because of the normalization of the batch. We are coupling these examples mathematically. And in the lower case, the request of the work. So now, the density activations HPI in your widgets or any one example are next to a function of that example, and it's limited. But there is a bit function of all the other examples that happen to occur in that action. And these examples are set right. And so, the company is, for example, an HPI that's got a feed into an H. The density activations, for example, for anyone considered examples, is going to actually change slightly, depending on what other examples there are in that action. And depending on what other examples happen to occur around, H is going to change something that's going to cause jitter if you imagine a set of different examples. Because the statistics of mean and standardization are going to be connected. And so you get a jitter for H, you get a jitter for digits. And you think that is what we
minimum or something undesirable. But in a very strange way, this actually turns out to be good in neural training. And as a side effect. And the reason for that is that you can think of this as kind of like a regular question. Because what's happening is you have your input in your age, and then depending on the other examples, it's generated. And so what that does is that it's effectively padding out any one of these examples, and it's introducing a little bit of entropy. And because of the padding out, it's actually got like a form of data deletion, which will cover future, and it's kind of augmenting the input a little bit, it's generated. And that makes it harder for the neural network to overfit these completely specific examples. So by introducing this noise, it actually pads out the examples and it regularizes the neural network. And that's one of the reasons why seemingly as a second order effect, this is actually a compressor, and that has something to do harder for us to the use of batch normalization. Because basically, we normalize this property that the examples in the batch are automatically and it yes. And it leads to all kinds of strange results that we're going to see that in the slide as well. And then these two elements and this normalizes this property. And so people have tried to definitely the use of batch normalization and move to other normalization techniques that you know how the examples in batch. Examples are clear normalization, instance normalization, group normalization, and so on. And we'll cover some of these later. But basically, long story short, batch normalization was the first kind of normalization term to be introduced. It worked extremely well. It happens to have this normalizing effect. It stabilized training. And people have been trying to remove it and move to some other normalization techniques. But it's been hard because it just works quite well. And some of the reasons that it works quite well is again because of this regularizing effect and because it is quite effective at controlling the activation center distributions. So let's talk about the brief story of batch normalization. And I'd like to show you one of the other weird sort of outcomes of this coupling. Ես մի հատ էլ լսել ինչ-որ բանով կնես թե մեկը ասի։ Նայեք, նեյրոնային ցանցում ընդհանրապես եթե ունես հերվից գնք, ինչ-որ ֆունկցիա ունես, ուզում ես հաշվես այդ ֆունկցիայի արժեքը ինչ-որ կետում, ինչ-որ դատայի վրա։ Այդ ֆունկցիայի արժեքը նորմալ պայմաններում պիտի կախված լինի մենակ այն դատայից, որի վրա ուզում ես հաշվես։ Այսինքն բաչը, որ մենք բաչով ենք train-անում, դրա միակ պատճառը զուգահեռացումն է։ Դա որ միաժամանակ շատ բան անցկացնենք ցանցով։ Բայց նեյրոնային ցանցի ելքը չպետք է կախված դառնա ուրիշ դատաներից։ Ասենք եթե ես թարգմանում եմ մի հատ նախադասություն ու այդ բաչով եմ թարգմանում, որտեղ ասենք 100 հոգի ուզել է ինչ-որ բան թարգմանել, կուտակել եմ միանգամից մի բաչով անցկացնում եմ։ Շատ տարօրինակ կլինի, որ առաջին նախադասության թարգմանությունը կախված լինի նրանից, թե ուրիշները ինչ նախադասություն էին ուզել, որ հետո թարգմանեինք։ Չէ, ֆունկցիայի արժեքը չպետք է կախված լինի կողքի զապրոսներից, կողքի հարցումներից։ Բարձր է։ Հիմա այս batch normalization-ը այդ տրամաբանական պահանջը խախտում է։ Ինքը ասում է, գիտես, ես իմ layer-ները հաշվարկելուց մի հատ միջին եմ հաշվելու, մի հատ standard deviation, հանելու եմ, բաժանելու եմ, ու այդ միջինը կախված է լինելու նրանից, թե իմ batch-ում ելով կար։ Այս շատ տարօրինակ է, էլի։ Ինքը կախվածություն է մտցնում ֆունկցիայի արժեքի ու ուրիշ տվյալների հետ, տվյալների միջև։ Ու սա պրոբլեմ է։ Եթե այս սրան ուշադիր չլինենք, մենք կարող է նույն հարցին տարբեր բաներ պատասխանենք, կախված նրանից, թե այդ հարցից բացի կոնկրետ այս բաչում ուրիշ ինչ հարցեր են եղել։ Շատ էկզոտիկ բան։ Դրա համար մի տեխնիկան այն է, որը մի քիչ առաջ խոսեցինք, որ training-ից հետո ֆիքսվում են այս
բաները, բայց այդ մեկը լրիվ հարցը չի լուծում, չէ, որովհետև մեկը բաչը պետք է իր միջինը հաշվեր։ Չէ՞։ Ըստ այդ բաչի միջինի է ինչ-որ բաներ տեղի ունեն։ Հիմա պետք է զգույշ լինել։ Հիմա այդ որպես սա նկարագրվում է որպես վատ երևույթ, չէ, որպես վատ բան։ Բայց ինքը բարձվում է տրեյնինգին օգնում է։ Ինչի է օգնում, այդ ինձ թվում է այդպես երկար նորմալ չէին հասկանում, ու այս ինչ-որ ասեց վերջի 2 րոպեում, ոնց որ տենց ավելի ուշ հասկացված մտքեր են դրի այդ հոդվածի ժամանակ, եթե հերը չգիտեին։ Գաղափարը այն է, որ փաստորեն, եթե դուք հիշում եք, էպոխներով եք, չէ, տրեյն անում, ասենք նույն դատայի վրա կարող է 30 անգամ հասնել։ Հիմա եթե նույն դատայի վրա 30 անգամ հասնում եք, ու տվյալները լավ խառնած է, ստացվում է, որ ամեն անգամ ձեր տվյալը ուրիշ բաչի մեջ է, ուրիշ շրջապատում է, կոպիտ ասած։ Ու եթե իր հետ կապված ֆունկցիայի վարքը կախված է նաև իր բաչի մյուսներից, այդ համարյա նույնն է, որ ես մի քիչ ուրիշ տվյալ տամ ամեն էպոխում։ Եթե չկա batch normalization, այդ նշանակում է, որ անկախ նրանից, թե batch-ում ով կա, այս հարցի պատասխանը կամ այս հարցին վերաբերվող նեյրոնների ակտիվացիաները ցանցի ներսում միշտ նույնն են։ Այդ overfit-ի բունը էլի, risk կա տեղ։ Հիմա այս batch normalization-ը ոնց որ կողմնակի էֆեկտ ունի, ինքը բերում է նրան, որ տարբեր էպոխներում այս նույն sample-ի, նույն նախադասության, նույն բառի, նույն նկարի վեկտորական ներկայացումը ամեն layer-ում դառնում է մի քիչ տարբեր, կախված նրանից, թե batch-ում ով կար։ Իսկ էպոխից էպոխ batch-երում տարբեր բաներ են, որտեղ ամեն էպոխից հետո մի հատ նորից խառնում է։ Ու սա դառնում է regularization-ի նման բան, խանգարում է overfit հանելուն։ Ինքը օգտագործեց նաև augmentation բառը, այդ բառը ծանոթ է։ Չէ, այս ընդհանրապես հա, բայց այս կոնտեքստում augmentation նշանակում է մեծացնել տվյալները, ոչ թե, այդ իսկ այդ վերում է բանով էլի, մի նկարը, ասենք մի մուտքը, մի քիչ ձևափոխում եք, օրինակ մենք կարանք տեսնենք մի հատ նկար, ու ամեն անգամ ցանցը տալուց առաջ, օրինակ crop անենք մի կտոր նոր տանք, անենք լուսավորությունը փոխենք նոր տանք։ Այս գործողություններին ասում են image augmentations, իրանց ձևափոխում ես, ու եթե դա random է, ամեն էպոխում տարբեր ձև են ձևափոխում, չէ, որտեղ ասենք առաջի էպոխում լուսավորությունը բարձրացրի, երկրորդում իջացրի, երրորդում չէ ուրիշ բան փոխեցիր, crop արեցիր, resize արեցիր։ Հա, տենց բազմաթիվ augmentation-ներ կան, augmentation-ների հատուկ գրադարաններ կան, որոնք մեջ ասենք լուսանկարների augmentation-ի 100 տեխնիկա է մեջը, կարող ես ընտրես, կարող ես շուտ պրոպորցիաներ տաս եւ այլն, այդպես։ Այդ մեծ ոլորտ է computer vision-ում հատկապես։ Տեքստում այդքան տարածված չի, by the way։ Vision-ում շատ տարածված է։ Հիմա այս ասում է, այս batch normalization-ը ոնց որ sense արանքներում augmentation անի թեթև քո data-ն, input-ները միշտ նույնն է, բայց առաջի batch norm-ից հետո արդեն մի քիչ փոխվում է։ Ունենց էֆեկտ է տալի, որ input-ը փոխված է լինել, էլի ոնց որ։ Այս փաստորեն բերում է նրան, որ մի քիչ data sense թեքվում է էպոխից էպոխ, ու դրա շնորհիվ ավելի դժվար է overfit լինում։ Հետո ինքը պատմում է նրա մասին, որ batch normalization-ից հետո գիտնականները փորձում էին գտնել ալտերնատիվներ, որ էլի նորմալիզացիա անեին, բայց այնց որ այտենց նկարների սեմպլների միջև կախվածություն չլիներ։ Ինքը մի քանի անուններ է տալի layer normalization, group normalization։ Այդ layer normalization-ները շատ պոպուլյար դարձան, հիմիկվա ChatGPT-ներում բանում layer normalization-ը։ Այսինքն ինչ-որ պահի ոնց որ գիտությունը հրաժարվեց batch norm-երից, շեղվեց դեպի նոր բաներ, layer norm-եր օրինակ։ Այդ գնայինք էլի կարծեմ ինքը հետո պատմում է։ Բայց
ասում է, որ այդ անցումը դժվար էր, որովհետև բացի նորմալիզացնելուց նաև ռեգուլարիզացիայի էֆեկտ ուներ, որը մյուսները տենց զրիչ ունեն, էլի։ Okay։ Հիմա տեսեք ստեղ ինչա տեղի ունեցել։ Այս ուրեմն մի հատ linear layer-ը, հետո ասում է, եկեք իրանից հանեմ իրա միջինը, բաժանեմ այս դեպի վրա, բայց նավսակի թույլ տան, որ ինքը բազմապատկի մի հատ թվով ու գումարի մի հատ թիվ։ Հա։ Այսինքն ես մի կողմից նորմալիզացնում եմ, մյուս կողմից նեյրոնային ցանցին հնարավորություն եմ տալիս սովորել շեղվել նորմալիզացիայից։ Հա, այդ մասը կարծեմ ահագին բացատրում է, չէ՞, որ ոնց որ եթե չանես, կստացվի դու միշտ նորմալիզացնում ես, ինչը շատ սահմանափակում է ցանցի ճկունությունը։ Իսկ այս setup-ը նշանակում է, որ ես նորմալիզացնում եմ by default, ոնց որ եթե ոչ մեկի ոչ մի բան պետք չի կնորմալիզացնել։ Բայց եթե ինչ-որ պատճառով պետք է չնորմալիզացնել, այդ թույլ տալիս են, որ ինքը սովորի։ Ուղղակի ոնց որ սկզբնական վիճակը չնորմալիզացվածն է։ Նորմալ վիճակը, ստանդարտ վիճակը նորմալիզացվածն է։ Եթե պետք է դրանից դուրս գալ, արդեն նեյրոնային ցանցը պիտի այս BN gain-ը, մի հատ ուրիշը կլինի, BN bias-ը։ Այդ դրանք արդեն սովորի։ Okay։ Ստեղ էլ ինչ էր պատմում դրա հետ կապված, հիշում եք։ So you know this great conference that I will also previously. One of the standard lots of options. This is also currently development. We like to deploy it in some kind of setting, and we're creating the basic organizational example in the implementation of our. Հիմա ասում եմ training-ից հետո արդեն երբ որ պետք է տեստ անեմ, ուզում եմ այդ ոչ նորմի ռիսկը կորի էլի։ Այդ կասկածությունը իրենից։ And so the proposal in the background of the paper is that what we want to do here is we would like to distinguish that accurate training that probably sets national linear segregation at the same time over the training set. And so I wrote this code here in the interest of time. And we're going to call it calibrate the measurements for this data. And basically what we can do is graph solve approach that none of this we call non and it's going to be the coefficient. We're going to take the training set, get the reactivations from every single training set, and then one single time estimating the needless derivation in the entire training set. And then we're going to get the NDS derivation, and now that's our fixed numbers estimating the entire training set. And here, instead of estimating it dynamically, we are going to instead here use DNV. And here, we're just going to use the standard deviation. And so this time, Սա ինչի մասին հարցը տվեց ամենը, հա, այսինքն ասում է, որ մենք այս կախվածությունը բարձից վերացրեցինք, փոխարենը մսելեցինք մի հատ փոփոխական, որը կոնկրետ բարձից կախված չի։ Ինքը մենք հաշվել ենք ամբողջ training set-ի վրա։ Ստեղ մի հատ հետաքրքիր էֆեկտ կա, որ եթե byte size-ը լիներ 1, այս գործողությունը շատ տարօրինակ բան է դառնում։ Ստացվում է, որ իրանից հանի 0, իրանից հանի իրան դառնում է 0։ Այդ էլ լավ նոնսենս էլի, դա չէր աշխատում։ Դրա համար ոնց որ ոչ միայն բաճից անկախությունն է խնդիրը, այլև խնդիրը այն, որ մի օրինակով էլ էս ամեն ինչը պետք է աշխատի։ Հիմա այս BN-ը ու BN bias-ը մինու այստեղ են հաշվելով, ինքը կարող է համապահովել, որ մի օրինակով էլ աշխատի, ամեն որ եթե մեծ քանակի օրինակներով ես անում, նույն պատասխանը տա անկախ դրանից թե հարևաններով են։ Okay։
Այստեղ մի բան նա տարօրինակ, որը կարծեմ հետո ինքը ասում է, որ իրականում այս քայլը, որ այս միջինը ու այս դեն գնահատենք ամբողջ տրեյնինգ սեթի վրա, այդ սովորաբար չեն անում։ Սովորաբար այս անում են տրեյնինգի մեջ, հասկանում եք ինչի է սենց անում, ոնց որ ասենք թե դատա լավ մեծ է, ասենք 1 միլիոն օրինակ, մենք 1 միլիոնի վրայով որ անցա ու վերջացրեցի տրեյնինգը, հիմա լավ կլինի, որ ես այս 1 միլիոնի վրայով մի հատ էլ անցնեմ, որ վիճակագրությունը ճիշտ հաշվեմ, ամեն լեյերում, մինչև միջինը ինչն էր էստեղ են։ Այս հետագերած։ Բայց այդ դատայի վրայով մի անգամ էլ անցնել է դրա եկա գործել է, չէ՞, միլիոն հատի վրայով։ Դրա համար դու ինչ կարաս անել, դու կարաս, օրինակ, սկզբից պահես։ Ասենք ես միլիոնի վրա որ պետք է անցնեի, առաջինի վրա անցա, այդ դրա միջինները միտեղ հիշեմ, երկրորդի վրա անցա, այդ դրա միջիններն է հիշեմ, երրորդի վրա անցա, այդ դրա միջիններն է հիշեմ, հասնեմ ամենավերջ, էլի դրա միջինը հիշեմ։ Ու այդ ինչքան որ հիշել էի, այդ դրանք միջին ասնեմ, ասեմ ես միջինն է։ Չէ՞, բաժերի միջինների միջինները։ Սրա տարբերությունը ի՞նչն է սրանից, կարող եք ասել, այդ իմ նկարագրածը, որ ես ընթացքում հիշեի versus որ ամենավերջում բոլորի վրայով անցնեմ։ Չի աջակցել ճիշտ է։ Սկզբից որ վերցնում կա։ Որովհետև ես վերցնելու ընթացքում ցանց փոխվել է։ Չէ՞։ Ամեն բաժից հետո gradient update է լինում, weight-երը փոխվում են։ Հետևաբար ամենավերջում ինչ կլինի իմ ստատիստիկան առաջի բաժի վրա փոխվել է։ Դրա համար լավ կլինի վերջում մի հատ նորից անցնենք։ Բայց այդ տենց թանկ անպայման գործողություն է։ Դրա համար անում են մի հատ տեխնիկա, որ օգնում է ինքը կարծեմ exponential moving average են անում։ Այս տեխնիկա ասում է, ես միշտ ընթացքում պահում եմ ստատիստիկան։ Ու update եմ անում, հենց նոր բաժ եկա, այդ միջինս թարմացնում եմ։ Նախորդս մի քիչ մոռանում եմ, նորը ուժեղ հիշում եմ, հա։ Ու այդ արդեն ստացվում է, որ ամեն ավելի հին բաժերի ստատիստիկաները մարում են, էլի հիշողությունից ջնջվում են, որովհետև ես միշտ նախորդը բազմապատկում, ասենք 0.99-ով քիչ բանանում նորն է գալիս, քիչ բանանում նորն է գալիս, ասենք, անդադ թարմանում է ստատիստիկան։ Պրակտիկայում տենց է։ Okay, ժողովուրդ, ես հիմա նորից ստիպված եմ գնալ Թումոյում այսօր մի հատ միջոցառում է, որ պրինցիպի կարող եք գալ, գիտեք ինչ է, քննարկում է, թե ոնց Հայաստանում բժշկությունը կապել գիտությանը ու նպաստել նոր երևույթներին բժշկության մեջ, ասենք Ինձ կա մի հատ հիվանդանոց, որտեղ գալիս են օրինակ ինչ-որ հիվանդություն ունեցող պասիենտներ։ Այդ մարդկանցից անալիզներ են վերցնում, տվյալները հավաքվում, բան, չէ՞։ Ու այդ տվյալները գիտությանը երբեք չեն ծառայում։ Այդ տվյալները ուղղակի տենց ինչ-որ հայտնի տեստերով ստուգում են, ասենք ասում են, չգիտեմ, շաքարդ բարձր է, այսինքն ցածր է եւ այլն, հա։ Հիմա պատկերացրեք, եթե բժիշկը նաեւ այդ մարդու այդ հիվանդության բոլոր դետալները ունի գրած, ու այս ինֆորմացիան, այս արյունը կամ շուբանը, որ վերցրել են, գնում է, ասենք, հատուկ լաբորատորիաներ ավելի բարդ անալիզների, օրինակ DNT-ի անալիզ է գնում այդ արյունից։ Հետո լիքը ուրիշ տեսակի անալիզներ կան, որոնք իրականում թանկ են, ասենք, կոնկրետ այդ մարդուն բուժելու համար պետք չի դրանք անել։ Հա, որտեղ եթե անես էլ, նես չի, որ դրանից կախված ինչ-որ լուծում կա, էլի։ Այնա քաղցկեղի դեպքում դեպքեր կա, որ անում են, ասենք DNT անալիզ անում են, որովհետև եթե AS մուտացիան DNT-ի մեջ լինի, ապա AS դեղը հայտնի է, որ օգնում է։
Այս դեպքերում կարող է ուղղակի դնեցին անալիզ անելու, բայց մնացած բոլոր դեպքերում չեն անում, որտեղ դրանից բուժումը չի լավանում։ Բայց գիտության տեսակետից, նոր ինովացիաներ անելու տեսակետից շատ հետաքրքիր է, որտեղ կարող է շատ հետաքրքիր տվյալներ հավաքվի, որը հետո data scientist-ներով, կենսաբաններով բանով նստեն նայեն ու ինչ-որ pattern-ներ գտնեն մեջը, որ տեսնեն, ահա, ոնց որ այս տեսակի սիմպտոմներ ունեցող այս հիվանդների մոտ այս ինչ գեները սենց են, այս ինչ գեների էքսպրեսիայի հասկացություն կա, այդ էքսպրեսիան սենց է, հա, արյան մեջ այս ինչ տեսակի բաներ են լինում, ու այդ դրանք հավաքելով հետո գիտնականները մշակեն կամ նոր բուժումներ, կամ նոր դիագնոստիկ գործիքներ, հա, որ օրինակ, չգիտեմ, սովորական արյան անալիզից կարողանայինք միանգամից ինչ-որ մի հատ շատ բարդ անալիզի արդյունք էլ պրեդիկտ անել, հա, ասենք ինչ-որ բանի համար պետք է գնալ, չգիտեմ, DNT-ն խառնել եւ այլ, բայց քանի որ սա դատան կա, նայում ենք, որ DNT-ի այս ինչ բանը կորելացված է արյան այս ինչ բանի հետ, արդեն մենակ արյունով կարողանանք դիագնոստիկա անենք ինչ-որ բաների, հա։ Այս pipeline-ը Հայաստանում ընդհանրապես չկա, ընդհանրապես շատ քիչ տեղերում կա, ու շատ քիչ տեղերում դա լավ կազմակերպված է։ Այսօրվա քննարկման իդեան այն է, որ ոնց կարելի է այդպես բան փորձել սարքել, ու այդտեղ կարևոր է, որ բժիշկներն էլ հետաքրքրված լինեն այս ամեն ինչով, կենսաբաններն էլ ու ձերպես մարդիկ էլ, հա, որ պատրաստ լինեն կենսաբանների հետ գլուխ դնել, հասկանալ, ինչ են ուզում, ինչ դատա է սա, այդ դատայի հետ ինչ անել, եւ այլ եւ այլ, հա, սենց այս թեմայով ինչ-որ ելույթները ու մի հատ երկար քննարկում։ Okay, մեկ էլ ես շատ խորհուրդ կտամ վաղագակ Digitech, սա մի հատ աջենդան, սա, ուրեմն նախ ժամը 1-ին Rev-ի ելույթն է, Rev-ը NVIDIA-ի փոխնախագահն է, որը շատ խորհուրդ կտամ լսել ինքը հիմնականում շատ խելոք բաներ է ասում։ Ինչ անեցի, որ կորավ, հա։ Հետո գալիս է Նուբար Աֆեյանի ելույթը, որը հենց այս կենսաբանական ոլորտի գիգանտ է ինքը, հա։ Այս երկուսը ոնց որ տենց must-see էլի շատ եմ խորհուրդ տալիս։ Հետո արդեն նայեք, մնացածը արդեն ձեր ճաշակով։ Օրինակ ստեղ մի հատ panel discussion կա semiconductor-ների մասին, որ այս կուրսում շատերը այդ ոլորտում են, ու դրա կապը AI-ի հետ, ինչեր կարելի է անել։ Սրանք տենց բավական հետաքրքիր մարդիկ են էլի, խոսողները, ես շատերին ճանաչում եմ, ու լիարժեք խորհուրդ եմ տալիս։ Ու լիքը բան կա, ելույթներ համ ուրբաթ, համ շաբաթ, համ կիրակի։ Այս ինչ որ ասի ուրբաթեր, այս ամենասուպեր կարևորները, բայց լիքը ուրիշ բաներ կա, ուղարկեմ նայեք։ Ինչ անել տանը։ Ես հասկանում եմ, որ ձեր կուրսից շատերը այս նորմալ չեն նայել, բայց ինձ թվում է իմաստ չունի մենք ստեղ կանգնենք։ Կարելի է փորձել հաջորդ վիդեոն նայել։ Okay։ Ու հարցերը կուտակեք մյուս հինգշաբթի նայենք։ Այս տենց ծանր բան է, տեխնիկական, բայց լավ բան է, ձեռքերը կբացեն, հա, այս վիդեոն։ Եկեք այսօր այսքանով ավարտենք։